Բարև ձեզ Արմ ռադիոյի եթերում սոցիալական ցանցերի տեսությունն է, ձեզ հետ Հասմիկ Բուդաղյանն է, առաջիկա 20 րոպեների ընթացքում կամփոփեմ անցնող շաբաթ սոցցանցերում առավել շատ քննարկված թեմաները։ Հեղինակային իրավունքները համացանցում, Քիմ Քարդաշյանի գործոնը քարոզչական պատերազմներում, Սեյֆ PR-ը համացանցում, որոշ ուժեր շահարկում են բանակի դեպքերը փորձագետի դիտարկում։ Facebook-ը հայն առաջարկում է վերանորոգել գետնանցումները ընտրակաշառքի անվան տակ։ Այժմ այս ամենի մասին առավել մանրամասն։ Անցնող շաբաթ ապրիլի 23-ին մենք հիշեցինք, որ գրքի եւ հեղինակային իրավունքի միջազգային օրն էր։ Սոցցանցերում եւ լրատվական կայքերում հաճախ ենք հանդիպում հեղինակային իրավունքների խախտման մասին հազանգերի եւ հաղորդման շրջանակներում եւս անդրադառնում ենք այդ հարցերին։ Հեղինակային իրավունքների թեմայով զրուցեցի Առավոտ օրաթերթի լրագրող Facebook-ը հայ Ռուզան Մինասյանի հետ։ Հրապարակումը դեռ չհրապարակված, արդեն մենք տեսնում ենք հեղինակային իրավունքի բազմաթիվ խախտումներ, նույնիսկ առանց հղում անելու սայթին, առանց հղում անելու հեղինակին տեղադրվում են նյութերը եւ դա այնքան ակնհայտ է, որ դու գիտես, որ դա վստահվել է, դիմել են լրատվամիջոցին, սակայն ակնհայտ է մի բան, որ ամեն վարքյան, սկսած լուսանկարից, սկսած տեքստից, սկսած վերնագրից, նույնիսկ անբարեխղճությունն այն աշճան է դարձել, որ նույնիսկ վերնագիրը չեն փոխում։ Մենք երբեմն ծուղակներ անում ենք, վերջին շրջանում ես նկատել եմ, որ թե ինչպես է վերցրվում, վերջերս մի դատավարություն է լուսաբանել եւ այդ դատավարությունը ակնհայտորեն միայն մենք էինք ներկա դատավարությանը։ Ես ծուղակ պատրաստության իմաստով, որ 5 վայրկյանում մենք տեսանք, թե որ լրատվամիջոցներն են վերցնում, մասնավորապես դատախազին վերագրելով պաշտպանական ճառ հասկացությունը։ Այնտեղ նշել էի դատախազը անդես եկավ պաշտպանական ճառով եւ 5 րոպե հետո այդ լրատվամիջոցները բռնվեցին, որովհետեւ դատախազը ստերության մեղադրական ճառով է հանդես գալիս։ Մենք ուղղված տարբերակով կարողացանք վերականգնել սայթում այդ ամենը, բայց տեսանք, թե ովքեր են վերցնում։ Դեպքերը շատ են, նույնիսկ Facebook-ով արդեն բանը ասեն նրան, որ ակնարկվում է տեքստը, ակնարկվում են հեղինակները, որ լրատվամիջոցներն են վերցնում, սակայն մի բան պարզ է, որ Հայաստանի Հանրապետություն ընդհանրապես հեղինակային իրավունքի պաշտպանության ինստիտուտ գոյություն չունի, եթե այդպես լինի, առավոտվանից մինչև գիշեր մենք պետք է զբաղվենք հեղինակային իրավունքի պաշտպանությամբ խնդիրներով, որտեղ ամեն վայրկյան դա ակնհայտ է, սկսած լուսանկարներից, սկսած տեքստերից եւ դա ենթադրում է պաշտպանական դատավարական գործընթացը, ինչից մենք խուսափում ենք, որովհետեւ ակնհայտ է, որ Հայաստանում երբ որ մի հարցով դիմում ես դատարան, դա ամիսների քաշքշուկային հնարավորություններ է տալիս, ինչից որ խուսափում են լրատվամիջոցները։ Բայց կարծում եմ, որ այդ մեխանիզմները արդեն հեղինակային իրավունքների պաշտպանության արդեն պիտի վերցրվի, որտեղ չի կարելի այսպես անբարեխղճորեն, այսինքն մարդ աշխատանքը, մարդու միտքը, մարդու չարչարանքը մարդիկ վերցնում են 5 վայրկյանում, ընդամենը Facebook-ային կամ չգիտեմ on-line ժուրնալիստիկայի կանոններին համապատասխան տեղադրում են իրենց սայթերում կամ լրատվամիջոցներում։ Դա անբարեխիղճ լրագրողության արդյունք է արդեն դառնում։ Ես կարծում եմ, որ այս օրը հենց պետք է մարդիկ հասկանան, որ հեղինակային իրավունքների վերջո մի ինչ-որ լրատվամիջոցի համբերության բաժակը կսպառվի եւ թեկուզ այդ երկարատև դատական գործընթացների միջոցով նա կկարողանա վերականգնել իր հեղինակային իրավունքները։ Լսում ենք Facebook-ը հայ Ռուզան Մինասյանին։ Իդեպ հեղինակային իրավունքների մասին մի լուր չինացի կինոմատոգրաֆիստները YouTube-ից պահանջում են ուժեղացնել հեղինակային իրավունքի պաշտպանությունը։ Նրանք հայտարարել են $308 միլիոն վնասի մասին, որի պատճառը վիդեո հոսթինգում տեղադրված ծովահենային տեսանյութերն են։ Կինոարտադրության հոնկոնգյան ասոցիացիան մեղադրել է YouTube-ին հեղինակային իրավունքների կոպիտ խախտման մեջ, այն բանից հետո, երբ հայտնաբերել է, որ հոնկոնգյան 200 ֆիլմերի, այդ թվում նոր կինոնկարների հարյուրավոր հատվածներ ապօրինի ներբեռնվել են կայք։ Ասոցիացիայի տվյալներով ընդհանուր առմամբ տեսագրությունները դիտվել են ավելի քան 40 միլիոն անգամ։ Ասոցիացիայի նախագահ Բրայան Չանը հայտարարել է, որ հեղինակային իրավունքների խախտումների շարունակման դեպքում ներդրողները հետ կքաշվեն կինոարտադրության ոլորտից, ինչը վատ կանդրադառնա հոնկոնգյան ֆիլմերի քանակի եւ որակի վրա։
Անցնող շաբաթ ապրիլի 24-ին համացանցում մի շարք ակցիաներ կազմակերպվեցին աշխարհին հիշեցնելու համար 97 տարի առաջ կատարված նոր ցեղասպանություններ չտեսնելու բանավեճեր ծավալելու առողջ քննարկումների ակնկալիքով։ Ակցիաների արդյունքում հայոց ցեղասպանություն արտահայտությունը Twitter սոցիալական ցանցում հայտնվեց ԱՄՆ-ում քննարկվող ամենաարդիական թեմաների ցանկում։ Քարոզչական պատերազմների եւ Քիմ Քարդաշյանի գործոնի մասին զրուցեցի տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանի հետ։ Հաշվի առնելով, որ Twitter-ում ամենաազդեցիկ անձնավորություններից մեկը Քիմ Քարդաշյանն է եւ իր քույրերը, այսինքն օրինակ հենց Քարդաշյանը ունի 11 միլիոնից ավելի ընթերցող հենց միայն Twitter-ում։ Չասած Facebook-ը եւ իր անձնական բլոգը եւ այլն։ Ապա հայկական լոբին արդեն 3 տարի է խրախուսում է, որպեսզի Քարդաշյանը իր մոտ թեման բարձրացնի։ Այս տարի դեռ տենց աչքի ինքնով բան չի եղել, հաշվի առնելով, որ ժամանակային տարբերություն կա, դեռ կարող է ես առջևում այդ ամեն ինչը, բայց անցյալ տարի օրինակ ահռելի մեծ աղմուկ հանեց։ Անձամբ մենակ Քարդաշյանը ինքնին, քանի որ ամենաընթերցող մարդկանց է ցանցում, հաջողացրեց բավական լուրջ աղմուկ բարձրացնել ցեղասպանության շուրջ, ինչը երևի թե բավական մեծ ազդեցություն է ունենում, հաշվի առնելով, որ մարդիկ հիմնականում ոչ թե մտավորականներին են հետևում, այլ նմանատիպ աստղերի։ Նոր մեկ էլ Google-ի տեսանկյունից դե հայտնի բան է, որ Google-ը ամենաշատը մեծ թեմաների մեծ մասի վերաբերյալ դե առաջինը հղումը դեպի Wikipedia եւ այսօր նշանակալից է նրանով հենց որ այսօր ռուսական Wikipedia-ի մեջ բան ուրեմն ընտրյալ հոդվածներ կան այդպես կոչված, այսինքն այն հոդվածներն են, որոնք համարվում են որ իդեալական գրված են եւ օբյեկտիվ են։ Ամբողջ ռուսական Wikipedia-ն, որտեղ մոտ 1 միլիոն հոդված կա, ընդամենը 528 հատ այդպիսի հոդված կա եւ այսօր հենց հայոց ցեղասպանությանը վերաբերող հոդվածը դառավ այդպիսիներից մեկը եւ այդ բացեք ռուսական Wikipedia-ն հենց առաջին էջին հայոց ցեղասպանության վերաբերող հոդվածն է վերաբերված։ Լսում ենք տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանին։ Սոցցանցերում քննարկվող ապրիլ 24-յան թեմաներից առանձնացնեմ Հայկ Խանոմյանի հոդվածը։ Նա գրում է. ամեն ապրիլի 24-ի մոտենալուն պես ալեկոծվում է հայությունը, ինչ որ տերությունում տարբեր մակարդակի ընտրությունների ժամանակ տեղի հայկական սփյուռքն ակտիվանում է խոստումներ ու բանաձևեր կորզում։ Ամեն տարի աչքալուսանքի պես իրար հայտնում ենք, որ այսինչ կամ այնինչ պետության այս կամ այն մակարդակի օրենսդիրը հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև է ընդունել։ Ինչ ենք ուզում։ Ուզում ենք ներողության հայցում փոխհատուցում ենք ուզում, մեզնից խլված հայրենիքն ենք ուզում։ Պատմության մեջ մեր ամենամեծ նվաստացումն ապրիլի 24-ին էր սկսել եւ արժանապատվություն ենք պահանջում։ Նորմալ է, բայց ինչպես, ումից։ Անդրովկյանոսյան ինչ-որ սենատորից կամ իր իդենտիկության ու ռասայի մեջ կողմնորոշվող ինչ-որ նախագահից 17 տարի առաջ հայության մի հրաշալի սերունդ 70-ականների սկզբի եւ դրանից առաջ ծնվածների սերունդը ցույց տվեց, թե ինչպես են հայրենիք պահանջում։ Պահանջեց ու ստացավ հայրենիքի արևելյան կողմի մի մասը։ Մոտ 12,000 քառակուսի կիլոմետր։ Ապրիլի 24-ին մեր հայացքները պետք է ուղղված լինեին Քարվաճառին ու Հորադիզին, Կովսականին ու Ջրակնին։ Հայացքները չէ, մեր գործունեությունը պետք է ուղղված լինի նրանց, որովհետև Վան տանող ճանապարհը Հորադիզով է անցնում ու Քարվաճառով, գրում է Հայկ Խանոմյանը։ Անցնող շաբաթ իհարկե բուրն էին քննարկումները նախընտրական քարոզարշավում նկատվող Սև PR-ի մասին։ Այս համատեքստում պետք է նշել ռուսաստանյան Ռեգնում լրատվական գործակալության տարածած ապատեղեկատվությունը, որի զոհն են դարձել այլ լրատվամիջոցներ ու բլոգերներ։ Ռեգնումը տարածել է Ժառանգության առաջնորդ Ռաֆի Հովհաննիսյանին եւ մի քանի այլ գործիչների վարկաբեկող մի հոդված։ Թեմայի շուրջ զրուցեցի Facebook-հայ Արթուր Ավթանդիլյանի հետ։ Իրականում Facebook-ն էլ կյանքել որոշ չափով բավականաչափ մեծ չափով իրար փոխված են, չնայած կան առանձին բաներ, որոնք որ բնորոշ են զուտ Facebook-ին, որ առանձին այդպես ասենք առանձնահատկություններ, հա, դա տեխնիկական մի շարք այլ պատճառներով։ Օրինակ կյանքում հնարավոր չի գտնել այլոք կեղծ պրոֆայլներ, հա։ Դրանք բնականաբար իրենց գործունեությունը ծավալում են Facebook-ում։ Վերջին օրինակը բերեմ, Ռեգնում լրատվական գործակալության տարածած դեզինֆորմացիան, որը որ վերաբերվում էր ժառանգության ղեկավարության եւ Թուրքիայի արտգործնախարարությունն աշխատակցի հետ ինչ-որ անհավանական հանդիպմանը,
միանգամից ձեր իսկ նշած դասական ձեր PR-ի օրինակ էր, հա, որը որ անմիջապես տարածվեց եւ կեղծ պրոֆայլների կողմից եւ որոշակի ոչ այդքան ուշադիր մարդկանց կողմից։ Այսինքն եթե մենք հիմա կիսատանցում կատարենք դեպի բազապես դեպի PR-ը, նախընտրական ընթացքում ինչու համար այդքան PR-ի արժեվ մարդիկ այդքան խոցելի դառնում, նկատի ունեմ որպես ընդունիչներ, հա, որպես ինֆորմացիայի ընդունիչներ, զուտ կապված ընդհանրապես քաղաքական գործընթացի ինտենսիվությունից, սկանդալայնության որոշակի մակարդակից եւ չթաքցնենք նաեւ զուտ անձնական կամ կուսակցական շահի սպասարկմանը համահունչ լինելու։ Տվյալ դեպքում ես օրինակ տվյալ դեպքում ասենք այդ նորությունը հստակորեն մի քանի անգամ շրջանառվեց մեկ այլ լրատվամիջոցի կողմից անֆակտորեն եւ շրջանառվել, որը որ իրեն մրցակից էր դիտարկում, որը մրցակից քաղաքական ուժի ոչ պաշտոնական օրգաններ, հա, համարվում ենթադրենք այդպես ասենք։ Նույն PR-ը տարածում է, ասենք Facebook-ով եւ կեղծ պրոֆիլների միջոցով։ Եվ տարածվում է նաև պաշտոնապես դարձել նկատի ունենալու սկանդալայնությունը եւ այլն։ Ինչ վերաբերվում է վիրավորանքներին, ապա դրա մասին դե շատ շուտով խոսել ենք, դա ասենք հենց մեր Facebook-ի, այլ ընդհանրապես քաղաքական մշակույթի մակարդակն է, որը որ ենթադրում է փաստարկների փոխարեն փաստարկների բացակայությունը, հա, վիրավորանքներով ինչ-որ կերպ քողարկելու, լղոզելու բավականին կայացած ավանդույթը Հայաստանում, բնականաբար ավելի մեծ արտահայտություն է գտնում մասկարարի պատճառներով հենց նախընտրական ժամանակ։ Լսում էինք Facebook հայ Արթուր Ավթանդիլյանին։ Սոցցանցերը քննարկեցին նախընտրական քարոզարշավի առաջին եւ հավանաբար վերջին բանավեճը ՀՀԿ թեկնածու Սամվել Ֆարմանյանի եւ ՀԱԿ-ի թեկնածու Վլադիմիր Կարապետյանի մասնակցությամբ։ Facebook-ը հայ Լևոն Սարդարյանը որպես իրար վրա ցեղ շպրտելու մի առիթ էլ դիտեց այս բանավեճը։ Լսենք Լևոն Սարդարյանին։ Քաղաք սրտի վերջին օրերին հատկապես երբ նախընտրական քարոզչությունը մտել է բավական ակտիվ փուլ, մի կողմեն դրվել բարեկարգության զուտմարտկային հարաբերությունների նաև բոլոր տեսակի այս չափանիշներն ու չափորոշիչները մտել են այնպիսի պատերազմի մեջ, որտեղ այլ դա մեկնաբանել ուղղակի հնարավոր չի, որ ես անկեղծ եմ ասում, ես խիստ կասկածում եմ, որ ասենք մայիսի մարդիկ կարողանան իրար աչքերի մեջ նայել։ Ու եթե ասենք օրինակի համար նախորդ ընտրություններում խնդիր կար քաղաքական ու վերիկողմնակիցների մեջ եւ լրագրողները լինելով նույնիսկ այս կամ այն քաղաքական ուժի կողքին խուսափում էին միմյանց վիրավորելուց։ Այս ընտրությունների ժամանակ արդեն չկա։ Լսում էինք Facebook-ը հայ Լևոն Սարդարյանին։ Առավոտ օրաթերթն անցյալ շաբաթ անդրադարձավ ապօրինի ճանապարհներով Շենգեն վիզաների տրամադրման հարցին եւ սոցցանցերում քննարկվող թեմաներից մեկն էլ սա էր։ Այս օրերին իրավապահ մարմինների աչքից զարմանալիորեն վրիպել են List.am կայքում տեղադրված մի քանի հայտարարություններ, որոնց հեղինակները մեղմ ասած հանցանք են գործում, ել չեն ասում, որ մեծ գումարներ աշխատելով մեր երկրից համակարգված արտագաղթ են կազմակերպում։ Կեղծանունների տակ թաքնված որոշ մարդիկ հազարավոր եվրոների դիմաց Հայաստանի քաղաքացիներին առաջարկում են Շենգեն վիզաներ, սակայն եթե մինչ այս Շենգեն վիզայի գործանողները մեր երկրում գործող եվրոպական երկրների դեսպանատների միջոցով էին Շենգեն դասավորում, ապա այժմ միջնորդները խոստանում են այդ վիզաները սարքել Ռուսաստանի Դաշնությունում գործող դեսպանատներում։ Այսինքն Հայաստանում բնակվող եւ իր կյանքի ընթացքում Ռուսաստանի երես չտեսած Հայաստանի քաղաքացին կարող է հեշտությամբ վիզա ստանալ, ասենք Ռուսաստանում Լեհաստանի դեսպանատնից։ Հայտարարության տեքստի համաձայն հայաստանցին վճարելով 4500 եվրո կստանա եվրոպական իր նախընտրած երկրի մուտքի արտոնագիր, գրում է թերթը։ Առավոտի տրամադրության տակ են եղել մի շարք անձանց անձնագրերի պատճեններ, որոնք Հայաստանից ընդմիշտ մեկնել են այս ճանապարհով։ Նրանցից որևէ մեկին սահմանապահները, որոնք ազգային անվտանգության աշխատակիցներ են, սահմանի վրա չեն նեղացրել, հարցուփորձ չեն արել։ Եթե արտագաղթի այս տեմպերը շարունակվեն, ապա հանուն Հայաստանի կայուն զարգացման ռազմավարություն որդեգրած Հայաստանի կառավարությունը ընդամենը մի քանի տարի հետո պետք է սկսի ծրագրեր մշակել դատարկ Հայաստանը բնակեցնելու, գրում է թերթը։ Սա ըստ էության կարելի է դիտել հաղորդում հանցագործության մասին, բայց ինչպես պարզեցինք, իրավապահ մարմիններն այս հոդվածին դեռ չեն արձագանքել, իսկ հեղինակը խոստանում է հետևողական լինել։
Սոցցանցերը քննարկեցին սահմանին գրանցված վերջին դեպքը։ Ադրբեջանական բանակի արձակած կրակոցների հետևանքով Տավուշի մարզի մեր բանակի սահմանապահները 3 զոհ են տվել։ Քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրդանեսյանը նկատել է, որ նախընտրական այս շրջանում նույնիսկ այս դեպքի հետ կապված որոշ կուսակցություններ շահարկում են զինվորների մահը հանուն իրենց կուսակցական քարոզարշավի։ Միջադեպը, երբ փաստորեն զոհվել է ու ինչպես արդեն գիտենք թշնամու կրակից 3 հայ զինծառայող եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ չի կարելի բանակի հետ կապված դեպքերում, զոհերի հետ կապված դեպքերը նախ եւ առաջ շահարկել ինչ որ քաղաքական նպատակներով։ Երկրորդը այս դեպքում բանան շատ ուշավոր մոտեցում ցուցաբերեց, ինչը երևի թե լավ է ու մինչև ասենք մանրամասները չճշտվեցին, հստակ ինչ որ հայտարարություն չարվեց այդ հարցի շուրջ, ելի քննությունը շարունակվում է։ Իմ համար ճիշտ ասած շատ տհաճ էր, որ որոշ մարդիկ փորձեցին այսպես ասած առիթը չկորցնել ու ինչ որ իրենց քաղաքական, ինչ որ շահարկումների համար օգտագործել, փորձելով սա կապել օրինակ նախագահի այցի հետ, հյուսիս եւ այլն, բայց նաեւ ես շատ ուրախ եմ, որ ասենք տեսնում եմ մարդկանց արձագանքը ու տեսնում եմ, որ մարդիկ մեծ մասամբ հասկանում են, որ անթույլատրելի է շահարկել բանակի հարցերը ինչ որ նախընտրական սպեկուլյացիաների համար։ Ես իսկականից ուրախ եմ մեծ մասի ռեակցիայով, որ մարդիկ ասենք գիտակցում են կարևորությունը այդ հարցերում զգուշ մոտենալու։ Ու այս պահին ով որ փորձում է շահարկել մեր տղաների զոհվելու փաստը նախընտրական ինչ որ բաներից ելնելով, այդ մարդիկ այս պահին իրանք իրենց են վնաս տալի, իրանք իրենց այդ քարոզչական մոլուցկով իրանք ուղղակի ավելի վնաս են տալի հենց այն կուսակցությանը, որ պաշտպանում են։ Լսում ենք քարոզչության ոլորտի հետազոտող Կարեն Վրդանեսյանին։ Վերադառնանք ընտրությունների թեմային։ Facebook-ահայ Զարուհի Մեջլումյանը գրառում վերջնագիր է ներկայացրել։ Ես ձայն կտամ այն քաղաքական ուժին, որը կվերանորոգի երևանյան գետնացումները։ Բայց քանի որ 20 տարի չեն անում դա, ես էլ 20 տարի բոլորին դեմ եմ, ասում է Զարուհին։ Լսենք նրա բողոքը։ Ես անձամբ 20 տարի ոչ մեկին ձայն չեմ տվել քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, նաև մեծամասնական ընտրակարգով չեմ մասնակցել ընտրություններին, քանի որ ինձ համար շատ սկզբունքային է գետնանցումների վերանորոգման հարցը։ Ես պարբերաբար օգտվում եմ, ինչպես նաև շատ քաղաքացիներ, գետնանցումներից ու սոսկալի վիճակ այնտեղ։ 20-ամյա նորանկախ պետություն, ես ինքս ապրել եմ Սուրբ Սարգիս եկեղեցու բակում, մանկությունս ամբողջ անցել է այնտեղ, եւ իմ վաղ մանկության տարիներից ես հիշում եմ նույն այդ վիճակը, նույն գարշահոտությունը, երևի թե խորհրդային տարիների արդեն վերջերը 80-ականների վերջ, այնտեղ արդեն սոսկալի վիճակ էր։ Եվ ես տեսնում եմ նույն վիճակը հիմա։ Հիմա շատ ակցիաներ են կատարվում, դալաններ են գրաֆիտիով նկարում, շինհրապարակների պատերը, երիտասարդները։ Շատ կուզենայի, որ նման նախաձեռնություն լիներ։ Ես ինքս Facebook-ում պոստը գրեցի, որ ես ձայն կտամ այն քաղաքական ուժին, այն ներկայացուցչին, ով երևանյան գետնանցումները վերանորոգի, բայց քանի որ այդպիսիք չկան 20 տարի, հետեւաբար եւ ես զավեշտի է վերածվում, բայց ձայն չեմ տա որևէ քաղաքական ուժի։ Միգուցե երիտասարդները այդպիսի մի ակցիա կազմակերպեն եւ գրաֆիտիով այդպես սկսեն ներկել, մենք մեր ուժերով գեղեցկացնենք մեր գետնանցումները, որովհետեւ դա հանրային զուգարանի է վերածվել։ Թեպետ վերջին տարիներին բազմաթիվ գետնանցումներ հանձնվեցին շահագործման, այդուհանդերձ կոնկրետ Սուրբ Սարգիս եկեղեցի տանող այդ ձկան խանութի հատվածի գետնանցումը, որից ես հաճախ եմ օգտվում, նույն վիճակում է եւ որևէ քաղաքական ուժի մտքով չանցավ միգուցե ընտրակաշարքի տեսքով վերանորոգել գետնանցումը։ Լսում ենք Facebook-ահայ Զարուհի Մեջլումյանին։ Իսկ մարտավարի ընտրություններ 2012 նախագծի շրջանակներում Arm-Comedy-ի տղաները ներկայացնում են իրենց հերթական հոլովակը։ Նրանք զրուցել են քաղաքացիների հետ։ Լավ, ես չեմ դու ես, գնամ դրանց ընտրեմ անունը ինչ դնեմ, հա։
Հա, եթե ավտոբուսով տանեն, հետո այնտեղ բացատրեն ում է պետք քվեարկել, հետո հետ բերեն ավտոբուսով, նորմալ է, կքվեարկեմ։ Հա, մի հատ էլ պոնչիկ որ տան։ Յան այդ ծրարները, որ ինչ մցրեցին, են էլ գունավոր, են էլ մեջը դատար։ Ես 15 տարյա չինովնիկ եմ, հələ դատարկ ծրար չեմ ստացել։ Ընտրությունները որն է, այն որ տանում են Սևան, սպասեք մի քիչ տաքերն ընկնեն հետո էլի։ Համել առանց 5000-ի բարևել չեմ տա։ Ծիճկա չէ պիտի դնեմ, որտեվ անցած տարի թիթեր էի դրել, ինձ թվում է իմ ձայնը չեն հաշվել։ Մի լսեք դրանց, եկեք այս անգամ մարդավարի ընտրություն անենք, ու թող սաղ մանթո մնա։ Arm Comedy-ի տղաներն էին մարդավարի ընտրություններ 2012 նախագծի հերթական հոլովակով, իսկ ես ավարտեմ շաբաթվա ամփոփիչ թողարկումը սոցիալական ցանցերի տեսությանը մոնիտոր հաղորդաշարին կարող եք հետևել նաև YouTube-ում, Twitter-ում եւ Facebook-ում, փնտրելով Arm Radio FM 107։ Ձեզ հետ Հասմիկ Բուդաղյանն էր, առայժմ։